Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ողնաշարի վիրաբուժական իմպլանտներ մշակող Globus Medical ընկերությունը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 38.9%-ով։ Հաջորդը տվյալների պահպանման լուծումների մշակմամբ եւ արտադրությամբ զբաղվող SanDisk Corporation-ն է 21% աճով, եռյակը եզրափակում է հեռահաղորդակցական սարքավորումների ոլորտում գործող Lumentum Holdings-ը 19% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է քիմիական նյութեր առաջարկող DuPont ընկերությունը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 51.2%-ով։ Հաջորդը էներգետիկ ըմպելիքներ արտադրող Celsius ընկերությունն է 31% անկումով։ Եռյակը եզրափակում է քվանտային հաշվարկային տեխնոլոգիաներ մշակող Rigetti ընկերությունը 23.7% անկումով։ Ամերիկյան ֆոնդային շուկաները նախորդ շաբաթն ավարտել են խառը դինամիկայով, Nasdaq-ը շաբաթվա ընթացքում մոտ 3% անկում է գրանցել։ Սա այս ինդեքսի ամենամեծ շաբաթական անկումն է ապրիլից ի վեր, պատճառը ներդրողների մտահոգությունները կապված տնտեսական անորոշության եւ տեխնոլոգիական բաժնետոմսերի գերագնահատման հետևանքով ռիսկի նկատմամբ հետաքրքրության նվազմամբ։ S&P 500-ը աճել է 1.6%-ով, Dow Jones-ը 1.2%-ով։ Այս ինդեքսների աճը պայմանավորված է կոնգրեսում ԱՄՆ կառավարության շատդաունի հաղթահարման վերաբերյալ կանխատեսումներով։ Եվրոպական ֆոնդային շուկաները շաբաթն ավարտել են անկումով, Stoxx 600-ը շաբաթվա վերջում նվազել է 0.6%-ով։ Շաբաթվա ընթացքում գրանցված անկման պատճառը նույնն էր, ինչ ամերիկյան բորսաների դեպքում տեխնոլոգիական ոլորտի անկումը, որը տեխնոլոգիական բաժնետոմսերի եվրոպական Stoxx Europe 600 ինդեքսի դեպքում կազմել է 2.1%։ Խոշոր բանկերի ոլորտում անկումը կազմել է 0.9%, մինչդեռ ավտոարդյունաբերական բաժնետոմսերը աճել են 0.6%-ով, Չինաստանից չիպերի մատակարարումների հնարավոր վերականգնման սպասումների շնորհիվ։ Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը վերջին շաբաթում զգալի 22.37 միլիարդ դոլարի ներհոսք են արձանագրել։ Պարտատոմսերի ֆոնդերն ունեցել են 10.37 միլիարդ դոլարի ներհոսք, գրանցելով շարունակական աճի 29-րդ շաբաթն անընդմեջ։ Դրամական շուկայի ֆոնդերը նույնպես արձանագրել են 146 միլիարդ դոլարի ներհոսք, ինչը անցած 10 ամիսների ամենաբարձր մակարդակն է։ Ոսկու եւ թանկարժեք մետաղների ֆոնդերը երկրորդ շաբաթն անընդմեջ արձանագրել են անկում 554 միլիոն դոլարի չափով։ Ամերիկյան կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Novo Nordisk-ի եւ Eli Lilly բաժնետոմսերի գները նվազել են։ Ընկերությունները համաձայնել են իջեցնել քաշի նվազեցման դեղերի, Wegovy-ի եւ Zepbound-ի գները։ Այս քայլից հետո Novo Nordisk-ի բաժնետոմսերը նվազել են 3.7%-ով, իսկ Eli Lilly-ինը 2.7%-ով։ Սակայն վերլուծաբանները նշում են, որ երկարաժամկետ հեռանկարում վաճառքի ծավալների աճը կարող է փոխհատուցել գների նվազեցումը։ Snap-ի բաժնետոմսերը ընկերության եւ Perplexity AI-ի միջև $400 միլիոն արժողությամբ գործընկերության մասին հայտարարությունից հետո աճել են 16%-ով, այնուհետև նախաշուկայական վաճառքում եւս 18%-ով։ Այս համագործակցությունը թույլ կտա Snapchat-ում արհեստական բանականության վրա հիմնված որոնումներ դնել եւ մրցակցել TikTok-ի եւ Meta-ի հետ։ Supermicro Computer-ի բաժնետոմսերը նախաշուկայական վաճառքի ընթացքում նվազել են ավելի քան 9%-ով ընկերության եռամսյակային հասույթի եւ շահույթի սպասվածից ցածր արդյունքների պատճառով, ինչը պայմանավորված է GPU սերվերների նախագծման փոփոխությունների հետևանքով մատակարարումների ուշացումներով։ Ընկերությունը հայտարարել է, որ մոտ 1.5 միլիարդ դոլարի եկամուտ տեղափոխվել է հաջորդ եռամսյակ հաճախորդների կողմից կոնֆիգուրացիաների փոփոխությունների հայտերի պատճառով։ Չնայած դրան, Supermicro-ն բարձրացրել է տարեկան հասույթի կանխատեսումը 33 միլիարդ դոլարից մինչև առնվազն 36 միլիարդ դոլար, զգալիորեն գերազանցելով վերլուծաբանների գնահատականները։ Քվանտային համակարգիչների մշակմամբ զբաղվող 4 ամենախոշոր ընկերությունների բաժնետոմսերը այս տարվա ընթացքում 2 կամ ավելի անգամ թանկացել են։ Այսպես կոչված քվանտային քառյակը Rigetti, IonQ, D-Wave Quantum եւ Quantum Computing ընկերությունները դեռևս շահութաբեր չեն։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այս ընկերությունների ապագայի հարցում գնահատականները ուռճացված են։ Ոմանք էլ ընդհակառակը շարունակում են լավատես մնալ, նշելով, որ այս ոլորտը կարող է ապահովել հաջորդ տեխնոլոգիական թռիչքը։
ԱՄՆ Սենատը Կիրակի ընդունել է օրինագիծ, որը կարող է վերացնել կառավարության շատդաունը, որը կաթվածահար էր արել պետական ծառայությունները։ Օրինագիծը նախատեսում է կառավարության ֆինանսավորում մինչև 2026 թվականի հունվարի 30-ը եւ ներառում է 3 ամբողջական ֆինանսական տարվա բյուջետային օրինագծերի փաթեթ։ Դեմոկրատներն ու հանրապետականները համաձայնության են եկել որոշ պետական ծախսերի շուրջ։ Դոնալդ Թրամփը քվեարկությունից առաջ ասել է. «Թվում է, թե շատ մոտ ենք կառավարության վերաբացմանը»։ ԱՄՆ սպառողների վստահության մակարդակը նոյեմբերին նվազել է հասնելով 50.3 միավորի, ինչը ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի հունիսից ի վեր։ Սպառողները մտահոգված են տնտեսության հեռանկարներով կապված երկրի պատմության մեջ ամենաերկար շատդաունի հետ։ Տնային տնտեսությունների 62%-ն առաջիկա տարում կանխատեսում է գործազրկության մակարդակի աճ նախորդ ամսվա 52%-ի համեմատ։ ՄԱԿ-ի սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության զեկույցի համաձայն սննդամթերքի համաշխարհային գների ինդեքսը հոկտեմբերին երկրորդ ամիսն անընդմեջ անկում է ապրել, կազմելով 126.4 միավոր, ինչը 21%-ով ցածր է 2022 թվականի մարտի առավելագույն մակարդակից։ Սա հիմնականում պայմանավորված է շաքարի գների 5.3% եւ կատնամթերքի գների 3.4% անկումով։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։